Այս ամեն ինչով մենք պետք է արձանագրենք, որ տնտեսական այս ցուցանիշները լրացուցիչ կերպով տնտեսական դիտանկյունից հիմնավորում են Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական երկիր լինելը, բայց մենք պետք է արձանագրենք նաև, թե ինչ է սա նշանակում քաղաքական առումով, տնտեսական առումով եւ սոցիալական առումով։ Իմ արձանագրումն այն է, որ այս բոլոր գործընթացների հիմքում ընկած է այն, եւ միևնույն ժամանակ այս բոլոր գործընթացների արդյունքը այն է, որ մարդը օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մարդը քաղաքացին ոչ թե ինչ որ ուրիշի պետք է սպասի, որ այդ ինչ որ ուրիշը ինչ որ բան անի, իսկ ինքը պետք է նայի այդ ինչ որ բան անողի ձեռքին կամ սպասի նրա կմահաճույքին, այլ առաջին հերթին ինքը պետք է անի այն գործողությունը կամ գործողությունները, որոնք անհրաժեշտ են իր ազատությունը, բարեկեցությունը, անվտանգությունն ու երջանկությունը ապահովելու համար։ Այսինքն մի բան աներկբայորեն ակնհայտ է։ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ որոշում է մարդը, քաղաքացին։ Մեր այս դիրքորոշումը որոշակի քննադատության է ենթարկվում պարբերաբար։ Ինչու՞, որովհետև ասում են, որ այս կառավարությունը պատասխանատվությունը դնում է մարդու ուսերին, փորձելով իր վրայից, այսինքն կառավարության եւ իշխանության վրայից պատասխանատվությունը տեղափոխել մարդու եւ անհատի վրա, մարդու եւ անհատի ուսերին դնել։ Այս նախադասությունը ոչ միայն մեղադրանքն է ձևակերպում, բայց նաև տալիս է հարցի պատասխանը, որովհետև ասվում է կառավարությունը փորձում է պատասխանատվությունը իր ուսերից տեղափոխել դեպի մարդու շարքային քաղաքացու ուսեր, պայմանական ասած։ Այստեղ նրբությունն է, որ անհատի մարդու ամենամեծ անելիքը քաղաքական, հենց քաղաքական իշխանություն ձևավորելն է, հենց կառավարություն ձևավորելն է։ Այսինքն, այսպես թե այնպես կառավարության ձևավորման պատասխանատվությունը էլի մարդու վրա է։ Այսինքն երկրում խորհրդան ընտրում է քաղաքացին, ավագանի ընտրում է քաղաքացին, հետևաբար երբեմն ուղիղ, երբեմն անուղղակի, որովհետև մեր ընտրական համակարգը այդ հնարավորությունն էլ է տալիս, նույն համայնքում էլ խորհրդարանական ընտրություններում էլ, եթե քաղաքական ուժը հավաքում է 50+1%, քաղաքական ուժի առաջին համարը եւ համայնքում եւ հանրապետական մասշտաբով համապատասխանաբար համարվում է ընտրված համայնքի ղեկավար կամ վարչապետ։ Այսինքն ուզում եմ ասել, որ այս խոսույթը, որ կառավարությունը, երբ որ մենք անհատի բացառիկ դերակատարումն ենք շեշտադրում եւ մեզ մեղադրում ենք, թե կառավարության պատասխանատվությունը դնում ենք մարդու ուսերին, այս բանը, այս խոսույթը որոշակի հակասություն է պարունակում, որովհետև հենց կառավարության եւ իշխանության մնացած բոլոր օղակներում որոշիչ դերը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այսինքն անհատ մարդուն եւ հետեւաբար հենց իբն է պատասխանատվությունը մարդու վրա է։ Բայց միայն դրանով չի, միայն ընտրություններով քվեարկելով չի։ Այդ թվում երկրի զարգացման տեսլականը ընտրելուց։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ այդ ընտրությունը պարտադիր չի, որ քվեարկությամբ տեղի ունենա, որովհետև երբեմն ընտրությունը եւ գուցե ավելի հաճախ ընտրությունը տեղի է ունենում ոչ ընտրական ճանապարհով, ուղղակի հանրային վերաբերմունքի ձևավորմամբ։ Մենք անցել ենք process-ներով, որտեղ ես առնվազն մի քանի անգամ ասել եմ եւ ես դա շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին որ պահին ուզենա կարող է հեղափոխություն անել։ Ինչու՞, որովհետև մենք իրար հետ քաղաքացիներով 2018 թվականին ցույց ենք տվել, որ եթե քաղաքացին ուզենա հեղափոխություն անել, չկա ուղղակի պարզապես այդպիսի ուժ, որ կարողանա կասեցնել այդ հեղափոխությունը։ Ես նկատի ունեմ, որ այդ թվում վերջին շրջանում մեր ռազմավարությունների եւ տեսլականների վերանայումները քվեարկությամբ տեղի չեն ունեցել, բայց այդ վերանայումներին եղել է քաղաքական արձագանք, հնչել են
այդ թվում հեղափոխության կոչեր, ես ինքս հեղափոխության այդ կոչերին միացել եմ, անկեղծ եւ ուղիղ ասելով, որ մենք այո, մեր պատկերացումները վերանայում ենք այսպես, այս պատճառով, եւ մենք դա անելու ենք, քանի դեռ այդ լիազորությունը ունենք, եւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համաձայն չեն դրա հետ, ուրեմն պետք է իրանք իրենց անհամաձայնությունը ցույց տան եւ նաեւ անուղակի ճանապարհով անհատ քաղաքացին ունեցել է եւ ունի վճռորոշ դեր մեր ռազմավարությունների որոշման քաղաքական որոշումների կայացման եւ իրագործման գործում։